Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով Արմավիրի եւ Արարատի մարզերում էր։ Արամ Ղազարյանը զանոթացել է մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումների գործունեությանը, գնահատել Հրշեջ փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությունը, անձնակազմի պատրաստվածությունն ու օպերատիվ արձագանքման կարողությունները։ Փրկարար ծառայության տնօրենը նաեւ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Նա ընդգծել է, որ ընթացիկ տարում պետք է կենտրոնանալ փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումների իրագործման վրա։ Արամ Ղազարյանի խոսքով անհրաժեշտ է բարձրացնել ծառայության պատրաստվածության եւ տարբեր բարդության սցենարներում մասնագիտական կարողությունների մակարդակը։ Արամ Ղազարյանը հանձնարարել է գործնական միջոցառումների շրջանակում ակտիվացնել Հրշեջ կամավորական ջոկատների հետ համագործակցությունը, կարևորելով արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործումը, արձագանքման ժամանակի կրճատումը, Հրշեջ փրկարարական ստորաբաժանումների համակարգված գործելու անհրաժեշտությունը։ Անդրադառնալով փրկարարական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների զարգացման գործընթացին, Արամ Ղազարյանը ընդգծել է վերապատրաստումների շարունակականության կարևորությունը։ Արամ Ղազարյանը կատարած արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել փրկարարական ծառայողներին եւ շեշտել դերական ցուցանիշները ամրապնդելու անհրաժեշտությունը։ Այցի ավարտին մի խումբ ծառայողների շնորհվել է առաջին սպայական կոչումներ։ Մաքս 25 ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն իրացրին փետրվարի 13-ին։ Մայրաքաղաքի պարեկների հետ համագործակցելով քրեական ոստիկանները Երևանի, Շիրակի եւ Արարատյան փողոցների խաչմերուկում ձերբակալեցին ու համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին Արարատի մարզի բնակիչ 37-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 218 գրամ մարիխուանա։ 37-ամյա տղամարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Թվային միջավայրում անչափահասների անվտանգության ապահովումն ու բուլինգի դեպքերի կանխարգելումը ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Անձնական տվյալների պաշտպանության հմտությունների եւ թվային գրագիտության ձևավորման նպատակով համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության, քրեական ոստիկանության կիբերհանցավորության դեմ պայքարի վարչության եւ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները փետրվարի 18-ին այցելել են Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոց։ Բարձր դասարանների աշակերտներին են ներկայացվել անչափահասների շրջանում կիրառվող բուլինգի, ֆիզիկական եւ հոգեբանական բռնության դրսեւորումների, ինչպես նաեւ սոցիալական միջավայրում ընդունելի վարքագծի վերաբերյալ հարցեր։ Կիբերհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները աշակերտներին են ներկայացրել կիբերհանցագործության զոհ չդառնալու եւ թվային միջավայրի անվտանգության վարքականոնները։ Անդրադարձ է կատարվել նաեւ բուլինգի կանխարգելմանն ու առցանց բռնության դրսեւորումներին։ Աշակերտները փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի ծառայողների հետ մասնակցել են թեմատիկ հոգեբանական խաղի։ Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, աշակերտների բազմաթիվ հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության կենտրոնականի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցներում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Հետիոտնի անվտանգության ապահովումը յուրաքանչյուրի պարտականությունն է, արգելակիր։ Հետիոտնային անցումները մեր անվտանգության գոտիներն են։
Ճանապարհը հատեք բացառապես հետիոտնային անցումներով։ Կառավարությունն իրազեկում է Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։